Հարուստ մարդ մգար Նիկոդեմոս անունով գիշերով Հիսուսի մոտ գավ եւ ասավ իրեն ինչպես կարելի է երկնքի թագավորությունն ներսմուտ գործել եւ Հիսուս ասավ պետք է մեկը վերստին ծնի անգամ եւս ծնի եւ շատ անգամներ սիրելի ավդացիաներ չեն գմբրներ Հիսուսի այս խոսքը որտեւ նույն ինքը Նիկոդեմոս որ գրոնքի մարդ էր հավատքի մարդ էր չգրցավ ըմբռնել Հիսուսի այդ խոսքը եւ երբ Հիսուս առավել եւս բացատրեց եւ ասավ վերստին ծնիլ կնշանակե թե իսկապես երկինքեն ծնիլ բայց եւ այնպես Նիկոդեմոս չէր գրնար ըմբռնել Հիսուսի խոսքը եւ գսեր ինչպես մեկը գրնա իր մորը որովայնը ետ մտնել եւ ծնիլ Նիկոդեմոս ֆիզիկական դրամապանական մոդեցումը գծուցապեր էր մինչ Հիսուս առավել եւս կպատասխանե եւ գսե դու որ գսե հավատքի մարդ ես եթե երկրայինը չես հասկանար ինչպես քեզի երկնայինը բացատրեմ եւ Հիսուս դարբերություն գտնե երկրային գիտության դեսանելի աշխարհին եւ երկնային գիտության անդեսանելի խորհրդավոր աշխարհին Մարդ Արարածը եթե իսկապես հավատա այն ինչին որ միայն ֆիզիկապես աչքերով կտեսնե հոգևոր իմաստով դադարված է մեռնելու եւ մենք իսկապես կհավատանք թե երբ եկեղեցու մեջ կսենք վերստին ծնունդ խոսքը կվերապերի մգրդության խորհրդին երբ քահանան երեխան առնելով 3 անգամ ճուրի մեջ կմխրջե Երեկորյա թաղումն է Քրիստոսի, հին մարդը կմեռնի, եւ երբ կբարձրացնե երեխան, հարությունն է Քրիստոսի, նոր մարդը կծնի։ Անոր քահանային մգրդության ժամանակ կգոչեն հոգևոր թայակ, որտեղ խավարեն լույսի կբերե այդ երեխան, մեղքի աշխարհեն, շնորհքի աշխարհ։ Հիմա ինձ հարց բիդակ եւ դիսեք, ինչու երեխայի մգրդության եկեղեցին կհավատա։ Եկեղեցին երեխայի մգրդության կհավատա, որտեղ ավանդությունը ադիգա գսե։ Առաջին ժողովը, որ դեղի ունեցավ առաջին թարում, առաքելական ժողովն էր։ Առաքյալներ շվարած էին, որովհետև հազարավոր հեթանոսներ Քրիստոսը ընդունած էին, որպես իրենց դերը եւ փրկիչը։ Եվ առաքյալները կմտածեին, թե այս հեթանոսները, որոնք քրիստոնեությունը ընդունած էին, ինչպես եկեղեցվո անդամ պիտի դառնան։ Եվ որովհետև բոլոր առաքյալները անխդիր իսրայելացի էին, հրյա գրոնքին զավակներ, իրենց օրենքով դաջարի անդամ լալու համար պետք է մեկը թլփատվեր։ Եվ այդ ժողովի ընթացքին առաքյալները հետևյալ եզրակացության կան, գսեն հրյաներու համար թլփատություն Հետանոսներու համար մգրդություն։ Հրյաները գտլպատվեին 8-րդ օրը։ Եվ անոր համար մեր եկեղեցու մեջ օրենք տրված է, որ 40 օրվա ընթացքին երեխայի ծնունդեն ետք պետք է այդ երեխան մգրդվի։ Հիմա ամերիկյան օրենքներով երբեմն գսենք 6 ամսվա ընթացքին պետք է երեխան մգրդվի։ Վզդիգուց երեխան իսկապես պետք է մգրդվի։ Անոր համար եկեղեցին ունի երկու երաշխավորներ, ծնողները, որոնք արդեն երկուքն մգրդված պետք է լան, որտեղ եթե երկուքեն մեկը մգրդված չէ, Սուրբ Երրորդության անունով չգրնար բսակատրվել։ Անոր համար եկեղեցին կբարդատրե, որպեսզի երկուքն ալ հարսնցուն եւ փեսացուն մգրդված լան, որովհետև իրենք պիտի հիմնեն քրիստոնեական թագավորությունը եւ ով որ այդ թագավորության մեջ կծնի արդեն պիտի երաշխավորվի որ քրիստոնեական հոգիով պիտի մեծնա այդ երեխան որովհետև արդեն ծնողները քրիստոնյա են
Երկրորդ առավել եւս ապահովություն ունին կնքահայրը եւ կնքամայրը, որոնք եւս հոգեվոր հոգածություն պիտի տան այդ երեխային, որպես երեխան Աստծո շնչով, Աստծո շնորհքով մեծնա։ Մեր հավատքին մեջ ժառանգական այսպես ավանդություն մը գա։ Հայրը իր զավգին, զավակը իր զավակին։ 100 տարի առաջ այդ ոսկե օղակները, այդ շղթան մեծ հարվածը ստացավ, գացինահարվեցավ, որովհետև 100 տարի առաջ հանգարց մեր հայրերը, մայրերը մենք կորսնցուցինք։ Առաջին քրիստոնեական հարվածն էր ադիկա։ Եվ մենք բնական, փոխանցական այդ շրջանը չգրցանք բոլորել։ Մեր հողերեն արմատախիլ եղանք եւ երբ Սուրիայի անաբադները արդեն ժողովուրդը կհասներ, Սուրիայի եւ Իրաքի Ձնողազուրկ միայն ու միայն այնադեն եկեղեցին գխորհեր եւ գմտածեր թե որպես ֆիզիկապես այս ասկի փեգորները ցևոմը ապրեին։ Գմորնանք այդ մեկը մենք։ Եթե ամեն ինչ իր թրվածքով լար, սահուն ընթացք մնե։ Անգետ ուրիշ հարված մեկավ։ Հայաստանի մեջ այնավարությունը սկսավ, որ բոլորովին գանդեսեր եւ գահալաձեր քրիստոնեությունը։ Եվ մեր ժողովուրդը իսկապես զրկվեցավ այդ հոգևոր սնունդեն։ Այսօր 100 տարի երկ զարմանալի օրեն հաղթանակի օր է մեզի համար, որտեղ այսօր ես խոսք կանգնած երրորդ սերունդի ապրողներեն, վերապրողներեն, որպես կահանա, Քրիստոսի մասին կխոսիմ, ժողովուրդի մը, որ իսկապես հաջողեցավ վերապրի։ Աստծո հրաշքն է ասիկա։ Անորոմար երբ մեկը հանգարց ցեզիկա եւ սկսի քննադատել եկեղեցին, քննադատել մեր հավատքը, փորձեցեք շուտով դուք ցայնագի չլարադոր։ Լամը սորվեցեք, գիտակցություն ունեցեք, թե ինչու եկեղեցին այս օրենքները դրած է թարերու ընթացքին։ Հատուկ նպատակ մը գետավընթե։ Եվ այդ նպատակը մենք պիտի շարունակենք հետապնդել, մինչև հաղթանակ։ Առաջին հերթին թող մեր վերապրողները միշտ հիշեն անցյալին ինչ որ պատահեցավ եւ զարմանալիորեն գիտեք ինչ էր միակ կապը այդ նահատակվողներուն եւ վերապրողներու միջեւ, միակ կապը այդ օղակը Սուրբ Միրոնը։ Երբ նոր երախաներ կմգրդվեին եւ գոծվեին, կգնքվեին Սուրբ Միրոնով, հոգեգան մխիթարություն մգար։ Իրարու գսեին, թե այսի նույն Միրոնն է, որ մեր նահատակները մգրդվեցան, գոծվեցան, կնքվեցան այդ նույն Միրոնով։ Այդ Միրոնը ցևոմը ապահովեց այդ շարունակությունը, ժառանգական, հոգևոր ժառանգության այդ ընթացքը չխախտեց եւ իդի չխախտե։ Թող Աստված մեր հավատքը զորացնե եւ մենք միշտ օրնապանենք Սուրբ Երրորդությունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։